Իհարկե թեման վերաբերում է Սամվել Կարապետյանի նկատմամբ, անկեղծորեն եմ ասում, աննախադեպ, խայտառակ, մեղմ ասած ապօրինի, մեղմ ասած շինծու հետապնդմանը։ Ապօրինի կալանքը տևում է արդեն 177 օր։ Ընդհանրապես իրավաբանները, փաստաբանները կարողանում են իրավիճակի վերաբերյալ պատշաճ բացատրություն ներկայացնել։ Փորձում են խնդիրներին լուծումներ գտնել, իրականացնել շահերի պաշտպանություն, բայց դա չի կարող լինել միակողմանի երևույթ։ Դրա համար պետք է լինեն անհրաժեշտ պայմաններ։ Սամվել Կարապետյանի գործով Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ պայմանները առկա չեն։ Սամվել Կարապետյանի գործով իրավունք, օրենք ընդհանրապես չի գործում։ Սամվել Կարապետյանի գործով հստակ առկա է վճռական իրավունքի եւ օրենքի ոչնչացման վարքագիծ։ Ես սա մեծ ցավով եմ ասում։ Ընդհանրապես իրավաբանները եւ փաստաբանները մշտապես հենվում են իրավունքի եւ օրենքի վրա։ Բայց այստեղ այդ հենարանները չկան։ Այս գործով այդ երևույթները բացակայում են։ Ինչն է առկա շատ հստակ։ Առկա է քաղաքական հետապնդում, առկա է քաղաքական բրեժխնդրություն, առկա է փաստացի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող Սամվել Կարապետյան։ Ինչով է այս ամենը հիմնավորվում։ Ես չեմ հոգնելու դա կրկնելուց։ 2025 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը, ով իր կարգավիճակով պարտավորված է ապահովելու իրավունքի գերակայություն Հայաստանի Հանրապետությունում։ Ոչ թե իրավունքի խախտում, այլ գերակայություն։ Ոչ թե իրավապահների գործունեության միջամտություն, այլ իրավունքի գերակայություն։ Փոխարենը բոլորս հիշում ենք հունիսի 17-ի հրապարակավ Facebook-յան արդարադատության հիմքերը, որոնք դրվեցին Հայաստանի Հանրապետությունում եւ անշեղորեն կատարվում են։ Կրկին սա մեծագույն ցավով եմ ասում, որտեղ այս ամենը մեղմ ասած անարգանք է իրավունքի եւ օրենքի նկատմամբ, անարգանք է իրավական պետության սկզբունքի նկատմամբ։ Սա Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականի հունիսի 17-ից մինչ օրս իրավական պետության սկզբունքը, որը ի թիվս այլի երաշխավորում է, որ կալանքները չեն կարող լինել ապօրինի, որ դատարանները պետք է լինեն անկախ, որ քննիչները պետք է լինեն անկախ, որ դատախազները պետք է ապահովեն օրինականության, հսկողություն, նախաքննության, դրանք բոլորը տապալված են։ Այսինքն պարզապես կարելի է վերցնել քրեական դատավարության օրենսգիրքը, նշել Սամվել Կարապետյան անունը եւ փակել քրեական դատավարության օրենսգիրքը, որտեղ այն չի գործում։ Այն չի գործում 177 օր շարունակ։ Վերաքննիչ դատարանը նախագահությամբ տիկին Ժենյա Մելիքսեթյանի ուներ բոլոր հնարավորությունները, օրինակ, ցույց տալու, որ այս նախաբանը, որը ներկայացրեցի քիչ առաջ, իրականության հետ առնչություն չունի։ Ինչ որտեղ հեշտ խնդիր է, չէ՞։ Մենք բոլորս արեստավարժ իրավաբաններ ենք։ Եթե մենք կարողանում ենք հիմնավորել հակառակը, իսկ դրա փոխարեն դատախազն ու քննիչը, որոնք համատեղ են գործում, իդեպ այդպես չպետք է լինի։ Դատախազը անկախ պաշտոնատար անձ է, որ քննիչին հսկողն է, բայց այս գործով իրենք համատեղ են գործում։ Իդեպ այդպես է եղել 2025 թվականի հունիսի 17-ից, որտեղ այս գործով հաղորդում կոչվածը ներկայացրել է հենց գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանը, եւ այդ պնդումը կատարում են քննիչները մինչ օրս։ Ես վստահ եմ դուք կհիշեք, թե ինչպես հենց ինքը գլխավոր դատախազը հակադարձեց այդ պնդմանը, հրապարակայնորեն ազգային ժողովում, բայց ես էլ ձեզ պաշտոնապես հայտնում եմ, որ մինչ օրս քննիչների կողմից այդ պնդումը կատարվում է, այդ թվում 2025 թվականի նոյեմբերի 17-ի դրությամբ, այդ թվում գրավոր ներկայացրած միջնորդություններով։ Այո, իրենք գործում են համատեղ, քննչականը եւ դատախազությունը։ Գործելով համատեղ չեն կարողանում մեկ փաստարկ ներկայացնել, թե ինչի համար Սամվել Կարապետյանը պետք է լինի կալանավորված։ Բայց Սամվել Կարապետյանը կալանավորված է, որովհետև Հայաստանի Հանրապետության դատավորները կոնկրետ անուն ազգանունով դատավորներ են, որոնք պետք է հանդես գան պատվարժան դատարանի դիրքերից, չեն իրականացնում արդարադատություն։
Չեն իրականացնում արդարադատություն, քանի որ քաղաքական հետապնդում է, քանի որ ճնշման մթնոլորտ է, քանի որ չեն կարողանում լինել անկախ, բազմաթիվ պատճառաբանություններ կարող ենք բերել, բայց դրանք ինչ կապ ունեն իրավունքի եւ օրենքի հետ։ Կապ չունեն։ Կապ չունեն։ Դատավորները ամենանույնիսկ ծանրագույն դիրքում հայտնվելով իդեպ միջազգային փորձը նման բազմաթիվ դեպքեր գիտի եւ ունի։ Դատավորները պետք է լինեն անկախ։ Ամենանույնիսկ ծանրագույն ճնշման պայմաններում պետք է լինեն անկախ։ Սամվել Կարապետյանի գործով նման անկախություն ենթադրող, պահանջող դատավոր չի կարողանում լինել։ Բայց արդյոք սա պատճառաբանում է։ Արդյոք սա արդարացում է։ Երբեք ոչ։ Եվ չի կարող լինել։ Եվ այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա։ Մեր ոլորտում ամեն ինչ ի վերջո ունենում է փաստաթուղթ, գրավոր տեսքով։ Ի վերջո լինում են գրավոր որոշումներ։ Եվ այդ որոշումները պահպանվում են։ Այդ որոշումները ևս ունեն պատասխանատուներ։ Պայմանականորեն, եթե մի դատավոր հետագայում պետք է վկայակոչի այն, թե ինչ աստիճան անասելի ճնշումներ են եղել, իրավական 0 նշանակություն ունի այդ փաստարկը կամ այդ պատասխանը, որովհետև որոշման եզրափակիչ մասում միշտ գրվում է դատավորի անուն, ազգանունը։ Եվ այդ փաստաթղթերը պահպանվում են։ Իսկ ընդհանրապես իրավունքի տեսությունից սկսած, երբ դեռ նույնիսկ չկային կոդիֆիկացված փաստաթղթեր, պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է եւ գործելու է։ Սա ակնհայտ է։ Ես հասկանում եմ, որ հնարավոր է լինի մի կարծիք, որ Սամվել Կարապետյանը ազգային բարերար է, բարեգործություններով է հայտնի, բազմաթիվ մարդկանց աջակցելով, օգնելով է հայտնի։ Եվ միգուցե կարող է լինել այն կարծիքը, որ նման մարդու դեպքում ապօրինությունները ի վերջո ներման են արժանանալու։ Չկա նման բան, չի կարող լինել նման բան։ Ես մի բան կարող եմ հստակ արձանագրել։ Այս ամենը 177 օր տևող ապօրինի նման խայտառակ կալանքը հակասում է ոչ միայն գրված նորմերին, օրենքներին, այլ նաև չգրված, մարդկային, բարոյական տիրույթում գտնվող արժեքներին։ Ես վստահ եմ, ձեզ այն շատերը նկատել են, որ Սամվել Կարապետյանի գործը լուսաբանվում է թե Հայաստանում, թե Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Ես վստահ եմ, դուք տեղյակ եք, թե միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ իրավաբաններ, փաստաբաններ, հանրային գործիչներ խոսում են Սամվել Կարապետյանի գործի մասին։ Եթե կա կարծիք, որ այս ամենը հետևանք չի ունենալու, այդ կարծիքը սխալ է։ Ամենամեծ ցավը այս ամենի նրանում է, որ հետևանքը վրա է հասնում փաստացի Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ցավալի է այս ամենը, որովհետև կոնկրետ անձինք կատարում են կոնկրետ գործողություններ, հետևանքը լինում է կոլեկտիվ։ Մեծագույն ցավով եմ այս ամենը ասում։ Սամվել Կարապետյանին որպես քաղաքական պատանդ ներկայացնելու հիմնավորումներից մեկը թաքնված է ոչ միայն նրանում, որ Սամվել Կարապետյանը այո հանդես է եկել մայր աթոռը պաշտպանելու դիրքերից հունիսի 17-ին, երբ արդեն նկատվում էր, թե ինչ մեծ ճնշում է, ինչ մեծ ապօրինություն է սկիզբ առել մայր աթոռի նկատմամբ։ Բայց հիմա ավելի հստակ է, թե ինչի համար էր անհրաժեշտ Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորել եւ կալանքի տակ պահել։ Խնդիրներից մեկը այո թաքնված է նրանում, որ մեր ինքնության, մեր մայր աթոռի նկատմամբ այո կա ուղիղ քաղաքական որոշում, ճնշման, նսեմացման եւ միջամտության։ Եվ ազգային բարերար Սամվել Կարապետյանը այո խոչընդոտ է նման վարքագծին։ Բայց այդ վարքագիծը արդյոք ոչ իրավաչափ է։ Մայր աթոռը պաշտպանելը Հայաստանում ոչ իրավաչափ երևույթ է դառել։ Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, Հայաստանի Հանրապետությունում հանգեցնում է 177 օր տևող կալանքի։ Եվ այդ կալանքը հաստատող դատավորները
նման միջնորդություն ներկայացնող քննիչները, նման միջնորդությունը պաշտպանող դատախազները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից։ Սամվել Կարապետյանը 177 օրից ավելի է, ինչ բանտում է Հայաստանի Հանրապետության։ Երկրորդ խումբը խնդրի, որը կրկին բերում է քաղաքական պատանդի կարգավիճակին, դա վերաբերում է հեծին։ Ակնհայտ էր, չէ, որ այս ամենը զուգահեռաբար սկսվեց։ Ակնհայտ է նաև, որ 2025 թվականի նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ մի վարչական այսպես կոչված վարույթ, անտեսելով այն փաստը, որ սահմանադրական դատարանում ընթացող քննություն է առկա կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ, եւ որոշվեց հեծին զրկել լիցենզիայից։ Եվ ըստ այն կարգավորումների, որոնք հիմա էլ սահմանադրական դատարանում քննության առարկա են, պետք է տեղի ունենան բանակցություններ հնարավոր փոխհատուցման վերաբերյալ։ Հենց դրա համար Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդ է։ Դուք պատկերացնում եք մարդու հետ բանակցել, երբ վերջինս ապօրինի կալանավորված է։ Օրվա իշխանությունները գիտակցում են, որ ցանկացած մի բանակցություն իրենց հետ Սամվել Կարապետյանի կողմից դա լինելու էր իրենց հաղթանակը։ Սամվել Կարապետյանի դիրքորոշումը առավել քան հստակ է։ Սամվել Կարապետյանի հստակ դիրքորոշումը արտահայտվել է 2025 թվականի հուլիսի 4-ի իր ուղերձում, որտեղ հստակ քաղաքական գնահատականները տրվել են, որ այն իշխանությունը, որը շեղվել է Հայաստանի Հանրապետության պատմական արժեքներից, այն իշխանությունը, որը ոտնձգություն է իրականացնում մայր աթոռի նկատմամբ, եւ բոլոր այն մնացյալ մեղմ ասած մեղքերը, որոնք ունեն օրվա իշխանությունները, բավարար են ասելու համար, որ իրենք պետք է հեռանան եւ դա ակնհայտ է։ Եվ այդ ամենը Սամվել Կարապետյանը հստակ արձանագրել է։ Եվ այս ամենի պայմաններում ունենք քաղաքական հետապնդում, վրեժխնդրություն, տոտալ ապօրինություն, որը մինչ օրս շարունակվում է։